դա մի հատ խնդիր է, որը բոլորիս է վերաբերում, ուստի կապ չունի մենք իշխանություն ենք, ընդդիմություն ենք, չգիտեմ, կուսակցական ենք, անկուսակցական ենք, սա երևանցիների ու հայ ժողովրդի անվտանգության հարցն է, սա ազգային անվտանգության խնդիր է, որը Տիգրան Ավինյանը ձախողել է, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը ու դատաիրավական համակարգը օբյեկտիվ լինեին, Տիգրան Ավինյանին այսօր մեղադրանք կառաջադրեին այս հարցի շուրջ, որովհետև սա մարդկանց երեխեքին, տատի պապիներին, փոքր երեխեքին է վերաբերվում այս խնդիրը։ Մեր բոլորի ծնողներին, երեխաներին այս սաղից վերաբերվող հարց է։ Այո, լուծում ունի։ Դու պետք է դրանով պրոստը զբաղվես, Լուսինե ջան, եթե Տիգրան Ավինյանը զբաղվում է իր երկու անշարժ գույքի ռեմոնտ անելով, ինքը ինչ որտեղ այդ ժամանակ պետք է ունենա, որ Երևանի խնդիրներով զբաղվի, էլի այդ մարդը։ Մի հատ $400,000 անշարժ գույքա ձեռք բերել Երևանում, մի հատ 200 քանի հազար դոլարանոց Սևանում։ Ինքը խի պետք է զբաղվի երևանցիների խնդիրներով։ Այդ մարդը իր սեփական գործերով է զբաղվում։ Այո, կարող է լուծվել խնդիրը շատ հեշտ։ Ես հիմա կներկայացնեմ ոնց։ Այսինքն նշ ստացի, որ մենք այդպես քննադատում ենք, չիմանալով թե այդ խնդիրը ոնց է, շատ հանգիստ ես 2 տարի նորից եմ ասում, լավ է, շատ ողջունում եմ, որ ապաքաղաքական է դարձել հարցը, այսինքն որ անես չի, գիտեք ինչ կա, որ ես ինչ որ թեմա մենք բարձրաձայնում ենք ընդդիմադիրները։ Այո։ Դենց քաղաքական աստառը միշտ ստանում ու ստացվում որպես ընդդիմադիր խոսք, հա, բայց սա նաև մեր խոսքը երիթևը ՀՀԿ-ի պայքարել է թմրամիջոցների տարածման այդ գովազդների դեմ, այսինքն անես չի էլի, որ մենք ինչ որ բան ասում ենք ուղակի սևացնելու համար ենք ասում կամ ուղակի այդպես քննադատելու խաթր, որ ինչ բան ասենք, որ քննադատենք, հա մենք օբյեկտիվ քննադատություն ենք իր անում ու նաև լուծումներ ենք առաջարկում, բայց այդ լուծումները մեր լսող է պետք, իրանք պետք է ուզենան այդ խնդիրները լուծեն, իրանք չեն